Республикасы премьер-министрінің орынбасары сыртқы істер министрі Мурат Нұртілеу мен Армения Республикасының сыртқы істер министрі Арарат Мирзоян. Հարգելի Արարատ Սամվելովիչ, տիկնայք եւ պարոնայք, նախ ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու մեր մայրաքաղաքում իմ սիրելի բարեկամ Հայաստանի արտաքին գործերի նախարար հարգելի Արարատ Սամվելովիչ Միրզոյանին, ով իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան։ Հայաստանը կարևոր գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում, որի հետ մենք հաստատել ենք կայուն քաղաքական երկխոսություն, ինչպես նաև զարգացնում ենք առևտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար կապերը։ Ներկայումս Աստանայի Երևանի միջև համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է փոխադարձ աջակցության եւ ընդհանուր շահերի հիման վրա։ Մեր երկրների ղեկավարների քաղաքական կամքի շնորհիվ մեր համագործակցությունը որակապես նոր մակարդակի է հասել։ Ես վստահ եմ ակտիվորեն զարգացող երկում համագործակցության հեռանկարում։ Տիկնայք եւ պարոնայք, իմ հարգելի գործընկերոջ հետ մանրամասն քննարկել ենք Ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի խորացման, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցերը եւ նախանշել դրանց արդյունավետ իրականացման ուղիները։ Բանակցությունների ընթացքում մենք փոխադարձ հետաքրքրություն հայտնեցինք ընդլայնելու համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, IT տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտը, լոգիստիկան եւ այլ ոլորտներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ առևտրում փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժնի ավելացմանը, ինչպես նաեւ գործարար համաժողովների ակտիվացմանը։ Ներկայումս Ղազախստանում գրանցված է ավելի քան 430 հայկական ընկերություն, իսկ Հայաստանում հաջողությամբ գործում են 100-ից ավելի ձեռնարկություններ ղազախական կապիտալի մասնակցությամբ։ Մեր երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը նոր հորիզոններ է բացում համատեղ բիզնեսի զարգացման եւ ընդհանուր լեզու գտնելու համար։ Այս համատեքստում մենք լիովին աջակցում ենք մեր հայ գործընկերների նախաձեռնությանը կազմակերպել անմաքսային խանութների ցանց Խորգոս կենտրոնում։ Բացի այդ, հայկական բիզնեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր առևտրային տաղավարների բացումը Ղազախստանի մարզերում։ Այս տարի նախատեսվում է արհեստական ինտելեկտի ազգային կենտրոնի բազայի վրա բացել հայկական Թումո կրթական հաստատության մասնաճյուղ։ Մենք սատարում ենք այս նախաձեռնությանը, հավատալով, որ այն սկիզբ կծառայի նոր խոստումնալից նախագծերի համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում համագործակցությանը, մասնավորապես Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Հայաստան մուլտիմոդալ երթուղիների զարգացմանը։ Փոխգործակցությանը լրացուցիչ խթան հաղորդելու համար ես առաջարկեցի այս տարի անցկացնել երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի եւ բիզնես ֆորումի 11-րդ հանդիպումը։ Մեր ժողովուրդներին միավորում են ոչ միայն տնտեսական կապերը, այլև հարուստ, մշակութային եւ մարդասիրական արժեքները։ Անցյալ տարի Ղազախստանում հայկական մշակույթի օրերը մեծ հաջողություն են ունեցել։ Այս տարի Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը նշանակալից իրադարձություն կդառնան մեր երկրների հոգեվոր կյանքում։ Այս միջոցառման շրջանակներում տեղի կունենա ղազախական արվեստի վարպետների գալահամերգ եւ ղազախական կինոյի օրեր։ Մեր ժողովուրդների կարկառուն ներկայացուցիչների Աբայ Կունանբայուլի եւ Մեսրոպ Մաշտոցի անունների հավերժացումը Աստանա եւ Երևան մայրաքաղաքներում կդառնա անկոտրում բարեկամության խորհրդանիշ։ Ղազախստանի հայկական սփյուռքը, որը կազմում է մոտ 25,000 մարդ, կարևոր ոսկե կամուրջ է մեր երկրների միջև։ Ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի մեր հայ հայրենակիցները կրթություն ստանան մայրենի լեզվով, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցեն Ղազախստանի տնտեսության զարգացմանը։ Կրթության ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով մենք պատրաստակամություն հայտնեցինք տարեկան 10 կրթաթոշակ հատկացնել բակալավրիատի եւ մագիստրատուրայի համար։ Սիրելի ընկերներ, նեղ եւ ընդլայնված ձևաչափերով բանակցությունների ընթացքում մտքեր փոխանակեցինք արդի տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների շուրջ։ Ինչպես գիտեք, Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, հիմնվելով բարիդրացիական եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Այս համատեքստում մենք լիովին աջակցում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրելու Երևանի եւ Բաքվի ցանկությանը։ Այս պատմական քայլը նոր ռազմավարական հնարավորություններ կբացի տարածաշրջանում եւ զգալիորեն կամրապնդի տնտեսական, տրանսպորտային, տարանցիկ եւ էներգետիկ համագործակցությունը Եվրասիական տարածքում։ Բացի տարածաշրջանային անվտանգության խնդիրներից մենք քննարկել ենք նաեւ բազմակողմ ձևաչափերում մեր արդյունավետ փոխգործակցության հեռանկարները։ Ռախմետ, келесі сөз кезегі Армения Республикасының сыртқы істер министрі Арарат